Մայիսի 26-ին ընդդիմության դաշինքի կողմից հայտարարված հավաքն ու նախապատրաստական աշխատանքները քաղաքական գնահատականների թեմա են։ Ազգային մոբիլիզացիայի արշավի շրջանակներում սկսվել են հանդիպումները բնակչության հետ, իսկ մայիսի 26-ին Վրաստանի անկախության օրը, ինչպես ասում են, կանցկացնեն մեծ հավաք։ Իշխանական թիմի ընդդիմախոսների մի մասը դրական է գնահատում այս որոշումը, իսկ մյուս մասը կասկածամտորեն է տրամադրված եւ այս քայլը համարում է վրացական երազանքի համար օգտակար։ Իշխանությունում կարծում են, որ ընդդիմության նոր արշավը կավարտվի անարդյունք։ Կվերականգնվեն արդյոք Ամերիկա-Վրաստան հարաբերությունները, սա քաղաքական գնահատականների ևս մեկ թեմա է։ Հարցը արդիական դարձավ այն բանից հետո, երբ տեղի ունեցավ հեռախոսազրույց Միացյալ Նահանգների պետքարտուղարի եւ Վրաստանի վարչապետի միջև։ Ընդդիմությունը համոզված է, որ քննարկել են Իրանում ընթացող ռազմական գործողությունը եւ եղել են քննադատական ուղերձներ ներքաղաքական գործընթացների վերաբերյալ։ Իսկ վրացական երազանքը Մարկո Ռուբիոյի զանգը դիտարկում է որպես ռազմավարական գործընկերության վերականգնման ուղղությամբ լուրջ քայլ եւ կարևոր ուղերձ։ Միգրացիայի վարչության աշխատակիցները Վրաստանից արտաքսել են 103 օտարերկրյա քաղաքացի։ Նրանց թվում են Թուրքիայի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Ռուսաստանի, Թուրքմենստանի, Բանգլադեշի, Պակիստանի, Ուզբեկստանի, Չինաստանի, Ադրբեջանի, Նիգերիայի, Բուլղարիայի, Ղազախստանի, Տաջիկստանի, Գանայի, Կոնգոյի եւ Թայլանդի քաղաքացիներ։ Նրանք երկրում գտնվել են ապօրինի։ Գործող օրենսդրության համապատասխան արտաքսված անձանց նկատմամբ սահմանվել է երկիր մուտք գործելու արգելք։ Տրամվայի գծի նախագծման եւ շինարարության նպատակով հայտարարված մրցույթն ավարտվել է։ Մասնակցելու ցանկություն հայտնել է 4 ընկերություն։ Հաղթող ընկերությունը հայտնի կդառնա առաջիկա օրերին։ Տրամվայի գիծը կսկսվի Դիդի Դիղոմից եւ Դավիթ Աղմաշենեբելի Նրբանցքի ու Դիղոմի մասիվի միջով կկապվի Դիդուբե մետրոյի կայարանի հարակից տարածքին։ Իրավիճակը կրկին բարդ է Մերձավոր Արևելքում։ Իրանում ռմբակոծվել է պողպատի գործարան, իսկ Իսրայելի կողմից Բեյրութի վրա իրականացված հարվածների հետևանքով զոհվել է 7 մարդ, կան նաև վիրավորներ։ Հակամարտության սկզբից ի վեր Լիբանանում զոհվել է ավելի քան 1200 մարդ, իսկ ավելի քան 1 միլիոն մարդ ստիպողաբար տեղահանվել է։ Նահանգների եւ Իսրայելի ավիահարվածներին ի պատասխան Թեհրանը շարունակում է ռմբակոծել Պարսից ծոցի երկրներին։ Քուվեյթի միջազգային օդանավակայանում անօդաչուի հարձակումից հետո բռնկվել է մասշտաբային հրդեհ։ Պարսից ծոցի երկրներին օգնելու համար Մեծ Բրիտանիան ուղարկում է ռազմական անձնակազմ եւ հակաօդային պաշտպանության համակարգեր։ Զուգահեռաբար Իրաքի ներքին գործերի նախարարության տեղեկությամբ Բաղդադում առևանգել են ամերիկացի կին լրագրողի։ Այս պահին անհայտ է արդյոք կապված է առևանգումը Իրանի հետ ընթացող պատերազմի հետ։ Իրանի դեմ պատերազմը կարող է ավարտվել 2 կամ 3 շաբաթում, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Նա նաև նշել է, որ Իրանի հետ պատերազմի հիմնական նպատակը Թեհրանի կողմից միջուկային զենքի ստեղծման կանխումն է, որին արդեն հասել են։ ԱՄՆ-ի նախագահի խոսքով Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև հնարավոր է նաև համաձայնություն ձեռք բերվի, սակայն բանակցությունների սեղանի շուրջ Իրանի հայտնվելը այլևս վճռորոշ նշանակություն չունի։ Դոնալդ Թրամփը նշել է, որ Իրանում ռեժիմի փոփոխությունն արդեն իրականացվել է։ Իրանի ռեժիմը ավելի թույլ է, քան երբևէ, իսկ Իսրայելը ավելի ուժեղ, քան երբևէ, հայտարարում է Իսրայելի վարչապետը։ Բենյամին Նեթանյահուի խոսքով վաղ թե ուշ Իրանի ռեժիմը կփլուզվի եւ Իսրայելը ստեղծում է նոր դաշինքներ տարածաշրջանի կարևոր երկրների հետ, որպեսզի իրանական սպառնալիքներին հակազդի։ Նեթանյահուն կոնկրետ երկրներ չի նշել, սակայն ընդգծել է, որ այս մասին ավելի ընդարձակ կզրուցի ավելի ուշ։ Նրա հայտարարությամբ Հեզբոլլահն այլևս Իսրայելի համար ռազմավարական սպառնալիք չի հանդիսանում։ Իրանի նախագահը հայտարարում է, որ երկիրը պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները, եթե իր վրա այլևս չհարձակվեն։ Նրա խոսքով եվրոպացի առաջնորդներին զգուշացրել է, որ պատերազմին ցանկացած միջամտություն կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ։ Այս մասին Իրանի նախագահը հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Նա դատապարտել է Եվրամիության բացասական եւ կողմնակալ դիրքորոշումը ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռազմական գործողությունների նկատմամբ։ Նրա խոսքով այս հարվածները հանդիսանում են միջազգային իրավունքի եւ սկզբունքների լուրջ խախտում, որոնց պահպանման մասին զրուցում է Եվրոպան։ Իր հերթին Անտոնիո Կոշտան սոցիալական ցանցում գրում է, որ հեռախոսազրույցի ժամանակ Մասուդ Փեզեշքիանին կոչ է արել դեէսկալացիայի եւ զսպվածության։
ԱՄՆ-ն եւ Իրանը փոխանակում են հաղորդագրություններ, սակայն բանակցություններ չեն վարում, հայտարարում է Իրանի արտաքին գործերի նախարարը։ Աբբաս Արաղչիի խոսքով հաղորդագրությունների փոխանակումը իրականացվում է ինչպես ուղիղ, այնպես էլ տարածաշրջանում արկա գործընկերների միջոցով։ Իրանը կրկին ստանում է հաղորդագրություններ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆից, սակայն այս հաղորդակցությունը չի նշանակում բանակցությունների պաշտոնական մեկնարկ։ Իրանի արտգործնախարարը հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, որ Թեհրանն արդեն պատասխանել է ԱՄՆ-ի կողմից առաջարկված 15 կետանոց ծրագրին։ Նրա խոսքով Իրանը չի համաձայնի հրադադարի, քանի որ ցանկանում է պատերազմի լիարժեք ավարտ ոչ միայն Իրանում, այլև ամբողջ տարածաշրջանում։ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ-ին խնդրում է Ռուսաստանին փոխանցել Կիևի առաջարկը, որ Զատկի ժամանակահատվածում ժամանակավորապես դադարեցնեն էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները։ Ուկրաինայի նախագահի խոսքով Ռուսաստանի կողմից մինչ այժմ որևէ արձագանք չի եղել նման նախաձեռնության նկատմամբ։ Նրա տեղեկությամբ ռուսները հայտարարում են, որ 2 ամսում կզբաղեցնեն Դոնբասը եւ համապատասխանաբար Ուկրաինան ունի 2 ամիս տարածաշրջանից դուրս գալու համար։ Ուկրաինայի նախագահը ընդգծելով նշել է, որ ռուսները 2 ամսում չեն կարողանա գրավել Դոնբասը։